ուժը քեզ հետ։ Էներգետիկ ըմպելիքներ by Nalbandian։ Պարոն Մայիս, բայց… Արդեն որոշեցիք, ներեցեք, բայց դուք… Մենք չգիտեմ, բայց դու… Դե հասկացանք էլի… Մենք րոպե առաջ պիտի գտնենք հանցագործներին։ Ինչ-որ բան գտնելու համար պետք է հասկանաս, թե ինչ ես փնտրում։ Հանցագործին փնտրելու համար պետք է կառուցես նրա հոգեբանական դիմանկարը։ Եթե չես գրելու, մեղրաջուր պատվիրիր, որ հիշես։ Մատուցող… Արդեն որոշեցիք։ Սա որքան ժամանակում է պատրաստվում։ 10-ից 15 րոպե։ Իսկ սա։ 5-ից 7 րոպե։ Իսկ այս մեկը։ 25-ից 30 րոպե։ Սրանից բերեք։ Բարի։ Ես նույնիսկ չիմացա, թե ինչ պատվիրեցինք։ Կարևոր չէ, մինչև գամ ենք արդեն այստեղ չենք լինի։ Ես… Իսկ ներեցեք, հաց վերելու եմ։ Չէ։ Բարի։ Ես վստահ եմ։ Իսկ կներեք, գծու ավելացնելու ենք։ Աջամ, ինչ ուզում ես ավելացրել, ուտելիքի հետ կապված հարցեր չտաս։ Բարի։ Ես ի՞նչ տղա է այն մարդ։ Ներեցեք իսկ խմիչքներից։ Վալերյանայի կանթիլներ։ Հասկացա, կներեք։ Գնացինք։ Ուր։ Հանցագործին պետք է փնտրել փաբերում կամ գիշերային ակումբներում։ Կներեք, ես չէի ուզում։ Այն մարդ մենք էինք ուզել, սոված մեռանք։ Պարոն Մայիս։ Արագացու։ Բայց ես դուրը փակել էի։ Եթե հանցագործներին էլ եք այսպես փակում, ուրեմն ամեն ինչ շատ վատ է, նստիր։ Have you ever met Miss Lindy? She's a gal with the bright red hair. Now she stands out from all the rest. You know her anywhere. Well, she's mine. Yeah, she's mine. Well, I love that little girl. Well, Miss Lindy, my Miss Lindy. Well, I love that little girl. Իսկ մենք հիմա ինչին ենք սպասում։ Զանգի։ Ինչ զանգ։ Այն զանգին, որի ստացված ինֆորմացիայից հետո պարզ կլինի։ Ապրես, լավ գործ ես արել, թե ափսոս լավ տղա էր։ Ով։ Դու։
Ապրես, զարմացած եմ։ Այսինքն Դե ջուր էի ասել, ջուր ես բերել։ Կարող է չէ առանց մտածելու սիրում եմ թե չէ, օրինակ ծիրան բերեիր։ պարոն Աստվածատրյան, ես ուղղակի մանրամասն չէի հասցրել կարդալ, դուք ինչ խմիչք եք սիրում։ Բայց հիմա էլ կարող էիր մանրամասն չմտածել ու ասենք ջրի փոխարեն ծիրան բերեիր։ Լավ քշի, գնացինք։ Ուր։ Փապ կամ գիշերային ակումբ։ Մենք փնտրում ենք 30-ից 40 տարեկան չամուսնացած տղամարդիկ։ Իսկ որտեղ են այդ տղամարդիկ անցկացնում իրենց երեկոները։ Գիշերային ակումբում կամ փաբում։ Մնում է բացատրեք ոնց հասկացաք, թե ում եք փնտրում։ Այս իմ ասած հոգեբանական դիմանկարն է։ Նման պատասխանատու գործը չէին կարող վստահել երիտասարդ ինչ-որ մեկին, որովհետև դրանք համբերություն չունեն ու գուցե ավելի շուտ հարված էին մեքենային։ Ավելի տարիքով մեկին դժվար հանձնարար էին, որովհետև ժամանակի ընթացքում նրանց ռեակցիան թուլանում է ու կարող է ավելի ուշ հարված էին մեքենային։ Իդեալականը 30-ից 40 տարեկանն է։ Իսկ ամուսնացած չի լինել, հա։ Չեմ կարծում, որ ամուսնացած տղամարդը ռիսկի գնար ու այդ եղանակով փորձեր զոհին շարքից անել։ Ամեն դեպքում մեկ անզգույշ քայլ եւ նա կհայտնվեր ձորում։ Մնում է բացատրեք, թե որ գիշերային ակումբ ենք գնալու, թե երթով պիտի պտտվենք։ Որ հասնենք ինքդ կհասկանաս։ Դրա դիմաց պաշտպանիչ կոնստրուկցիայով մեծ մեքենա է լինելու։ Այո։ Ինչ։ Երբ կինը սկսում է մտածել, նրանից ինչ ասես սպասելի է։ Իսկ հնարավոր է, որ իր մեքենայով չի եղել։ Հա, փաստորեն մտածելու պահը գերագնահատել էի։ Նման վտանգավոր հնարք կատարելու համար մարդը իդեալական պետք է իմանա մեքենայի հնարավորությունները, արգելակման եւ արագացման մանրամասները։ Ալո։ Ինչ? Վստահ ես։ Լավ, մերսի։ Դե ցանկացած փոփոխության դեպքում անպայման տեղյակ կպահես։ Լավ։ Ես քեզ ինչ էի ասել Հակոբյանի պահով, որ հետքերը վերացնելու համար գլուխը ուտեմ։ բայց արդյունքում ոնց որ քու գլխին կերար, Գլուխն ուտելը կոմայի մեջ գցելը չի։ Ինչ։ Բացառվում է։ Հուսով եմ հասկանում ես, չէ՞, ինչ հետդ կկատարվի, եթե հանկարծ այդ կենթանին խոսեց։ Չի հասցնի։ Ես հենց հիմա կգնամ սխալների ուղում կանեմ։ Նստի տեղդ։ Ուրեմն մի քանի օր ոչ մի բան չեք անում, որ այդ դժբախտ պատահարի վարկածը աշխատի։ Ու դու Աստված ես կանչում, որ դա մի երկու օր գոնե չարթնանա։ Թիկունք, աչքդ վրեն կպահես։ Ինչ եղավ։ Հակոբյանը չի մահացել, ես պետք է տեսնեմ նրան։ Նրանք այդքան ապուշ չեն, Հակոբյանից որ իմաստ են, բոլորը կհասկանան, որ սա դժբախտ պատահար չէր։ Հետ կապ չունի, ես պետք է րոպե առաջ տեսնեմ նրան։ Իմաստը տեսնելու, եթե նա կոմայի մեջ է։ Ամեն պահ կարող է արթնանալ։ Կարող է նաև չարթնանալ։ Բա որ արթնանա։ Որ արթնանա այդ ժամանակ կգնանք, մենք չենք կարող օրերով նստել սպասել, երբ են արթնանալու խոսելու։ Չենք է կարող մենակ թողնել։ Ոչ։
Հակոբյան, չէ լավ չէ, արագության գերազանցում, ղեկին հեռախոսով խոսել, մնում է համել պարզվի, որ խմած ես եղել։ Ախր մենք էլ ումից ինչ պահանջենք, եթե մեր աշխատակիցն է իրան տենց պահում։ Հուսով եմ, որ ոչ թե վթարից, այլ ամոթից ես ընկել կոմայի մեջ։ Պարոն գնդապետ, Թողնել, ո՞նց է։ ինձ բան չասեց, կարող քաշվում է, ուզում ես մտի դու հարցերով։ Չէ, նկատի ունեմ բժիշկներն ինչ են ասում։ Ասում են, պիտի ձիետ ապահեմ, խոլեստերինս մի քիչ բարձր է, բայց ես էջ, հիմա Հակոբյանն է պետք ուշադիր լինել։ Ցանկացած փոփոխության դեպքում առաջինը ինձ է զանգում։ Բայց ոստիկանապետն ասեց, որ առաջինն իրեն զեկուցեմ։ Պարոն ավագ լեյտենանտ, ինչ-որ բան պարզ չասեցի։ Չէ, ուղղակի… Պարոն լեյտենանտ, մեր խոսակցությունը ոնց որ երկարում է։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, հասկացա։ Ապրես, պարոն ավագ լեյտենանտ, ամեն դեպքում, եթե դու այստեղ հերթապահում ես, այդ նշանակում է, որ մենք ամբողջությամբ չենք բացառում մահափորձի հնարավորությունը։ Հասկանում ես, որովհետև դրա հետևում ես իհարկե ոչինչ չեմ ակնարկում, բայց ով ուզես կարող է կանգնած լինել։ Այ հիմա հասկացա, պարոն գնդապետ։ Ուրախ եմ, պարոն կապիտան։ Այնպես որ ցանկացած փոփոխության դեպքում առաջինը ես պիտի իմանամ։ Եթե նույնիսկ մատը շարժեց։ Հասկացանք իրար, պարոն մայոր։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Թողնել, ազատ։ Պարոն գնդապետ, այստեղ տոպրակ եք թողել։ Մոռացա ասեմ, այդ քեզ համար էի թողել, իմ սիրած սուշիից է, կուտես։ Շնորհակալ եմ։ Ամեն դեպքում մենք չենք կարող Հակոբյանին առանց հսկողության թողնել։ Մի անհանգստացի, հիմա Հակոբյանի թսկում են եւ հանցագործները, եւ ոստիկանները։ Բա չուպա-չուպսը։ Չէ, դու իրոք վատ ես։ Ոնց կարող է չուպա-չուպսը հասկել։ Այդ քո ասած հոգեբուժական բնանկարը։ Ոնց կարող է 30-ից 40 տարեկան տղամարդ չուպա-չուպս ուտեր այդ խառը պահին։ Նախ հոգեբուժական բնանկար չէ, այլ հոգեբանական դիմանկար է։ Հետո դրա հետ կապված մտքովս ինչ ասես անցնում է, բայց հանցագործի անձնականը մեզ չի հետաքրքրում։ Հենց գտնենք, իրենից էլ կհարցնենք։ Սենց որ գնանք դժվար էլ գտնենք։ Բայց որ սենց գնանք, հաստատ կգտնենք։ Հակոբյանիդ մեքենան կապույտ գույնի էր։ Հա, ոնց իմացար, բայց ես բան չեմ ասել գույնի մասին։ Երբ մեքենաները բախվում են իրար, նրանց վրա մնում է մյուս մեքենայի գույնը։
Գաստոր։ Կապտուր թող ձերոնք բազայում ճշտ են էսում մեքենանա։ Վերջ ամեն ինչ ավարտվեց։ Մեր մեջ ասած չէի սպասում, որ սենց շուտ կստացվի։ Այդքան էլ հեշտ չի ամեն ինչ։ Ես չեմ կարող զանգել ոստիկանություն։ Հակառակը ոստիկանությունը չպիտի իմանան այս ամենի մասին։ Ես հեռացված եմ այս գործից։ Թե չէ հանցագործների փոխարեն մենք կնստենք բանտ։ Այսինքն ուզում ես ասել, մենք ապօրինի ենք հետաքննությունը վարում։ Կներեք, պարոն Մայիս, ես ավելի շուտ պիտի զգուշացնեի ձեզ։ Այո! Դզես! Բայց է շատ լավ է։ Ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում։ Ես չէ։ Ես էլ իմ ճակատագիրն է։ Ինձ ոնց որ միշտ, սառը։ Ուզում ես խմես, թե դնես ճակատի։ Մի քիչ չի։ Լրիվ չի ծախվել։ Գնորդներից մի քանիսը բողոքում են խորարկից։ Ոչինչ։ Ասա թող մի քիչ սպասեն, հսանեն ծապրանք ա գալիս, որ տենց ապրանք կյանքում տեսած չկա։ Ես էլ ապացույց է։ Կարող ենք անցնել դուի։ Խնդիր չկա։ Հո դու աննորմալ չես։ Աննորմալը ես եմ, թե դու։ Ինչ ես կանգնում, ամեն ինչ կփչացնես։ Փչացնելու ինչ կա, այս մարդը ընդհանրապես կապ չունի Հակոբյանի գործի հետ։ Ինքն է որ կա։ Դու ինձ լրիվ ապուշի տեղ ես դրել։ Չէ, մինչև գոտկա տեղը։ Բայց վերևից։ Լուրսարցակներից մեկը պսպղում է նորի նման։ Իսկ մյուսը ոչ։
Ակնհայտ է, որ փոխվել է։ Բա հիմա ինչ ենք անելու։ Առաջին հերթին դադարիր կասկածել ունակություններիս վրա։ Մանավանդ որ ես քո ունակությունների վրա չեմ կասկածում։ Մերսի։ Նկատի ունեմ համոզվել եմ, որ դրանք չկան։ Երկրորդը հիմա մենք պետք է ներս մտնենք ու պարզենք, թե ով է սա։ Ում հետ ինչ գործերի մեջ է։ Հետաքրքիր է ոնց ենք ներս մտնելու։ Դռնով, Մոնիկա, դռնով։ Վաղուց մարդիկ դռնով են դուրս ու ներս անում։ Արի։ Myself a fight. If some deserving dirtbag, a black eye, and if he swings at me, then I'll bust that sucker's knee. 'Cause tonight I'm feeling. Իվարկան, այսօր փակ երեկո է, մուտքը միայն հրավիրատոմսերով են։ Մենակ չասես, որ չեն ասել, որ գալու են։ Ինչի ով ես, որ։ Այդ իմ անունը, որ ոչ միտեղ գրած չի, քեզ ոչինչ չի հուշում։ Հուշում է։ Հուշում է, որ ձեզ չեմ կարող ներս թողնել։ Բայց կարող է իմ անունը ոչ միտեղ պետք է չերևա։ Մի վարկյան զանգեմ ճշտեմ։ Ոչ միտեղ զանգել պետք չի։ Ես քո բաց թողումը չի, այլ շեֆերիդ։ Նրանց կփոխանցես, որ ես շատ դժգոհ գնում եմ։ Բայց փոխանցելուց հետո արագ կթռնես, որովհետև իրանք ես պահը քեզ չեն ներելու։ Ամեն դեպքում ջահել տղա ես։ Նոր ես ամուսնացել։ Երեխա ունես։ Մեղք ես։ Մի վարկյան սպասեք։ Կներեք, ձեզ մի անգամից տեղը չբերեցի։ Կարող եք անցնել։ Ես կմնա մեր մեջ։ Մերսի շատ։ Անգի առաջ թագույս։ Ամուսնական մատանուն խազեր չկան, դա նշանակում է, որ նոր է ամուսնացել։ Մի հատ զանգեմ ճշտեմ։ Իսկ էկրանին նորացնի նկարեր։ Ես վաղը լրիվ փողերը կբերեմ, մինչև վաղը։ Դու գիտես խեն ինչ ճնճոց ասում։ Հա, որտեվ դու քո հետևից ամեն ինչ ջնջում մաքրում ես։ Ապրես, մինչև վաղը։ Walk that long walk to the sound of hammer and steel, steel on stone. Yeah, we work those fingers to the bone. Որոշեցիք։ Ճիշտ են ասում, որ խորամանքը աղվեսը 4 ոտքով է թակարդ ընկնում։ Սրա պայուսակի բարունակությունը հերիք է, որ վանդակ նվարկեն, գնացինք։ Դեպի թաքստոց, բոլորը դեպի թաքստոց, առաջ! Դիմացիք մնաց 6 վարկյան։
Առաջ! Բայց եթե Դուք որոշեցիք